Քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր, կալանքներ, խուզարկություններ, աշխատանքից զրկված մարդիկ։ Հայաստանում քաղաքական բռնաճնշումների մասին խոսակցությունները նոր թափ են ստացել։ Իշխանությունը պնդում է, իրավապահները գործում են բացառապես օրենքի շրջանակում։ Սակայն մի խումբ իրավապաշտպաններ, փորձագետներ հայտարարում են, երկրում քաղաքական հետապնդումները համակարգային բնույթ են ստացել։ Հենց այս գնահատականի հիման վրա էլ ստեղծվել է քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովը։ Ցանկացած այլախոս Հայաստանի Հանրապետությունում այս իշխանության կողմից ճանաչում է որպես թշնամի։ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ երկրում այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը խորանում է, իսկ հասարակության բևեռացումը վաղուց արդեն դուրս է եկել քաղաքական դաշտից եւ հասել ընտանիքներ։ Մենք հստակ կանգնած ենք այսպես մի վիճակի մեջ, երբ որ մենք պարտավոր ենք ինչ որ ձևով միավորվել եւ նախ եւ առաջ այդ քաղբանտարկյալները, որը միաժամանակ անձնական ատելության թիրախ են դարել եւ վենդետայի մի նոր 21-րդ դարում մի փուլ է, ես կարծում եմ մենք պետք է կարողանանք միավորվենք։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով խնդիրը միայն առանձին քրեական գործերը չեն։ Նրա գնահատմամբ սահմանադրական ինստիտուտներն աստիճանաբար կորցնում են իրենց անկախությունը, իսկ քաղաքական մրցակցությունը տեղափոխվում է իրավապահ համակարգ։ Սահմանադրական բոլոր իրավունքները խախտվում են եւ խախտում են փաստացի վարչապետի կողմից։ Ինքը հրահանգներ է տալի եւ բոլոր իրավունքները խոսքի, մտքի, սեփականության իրավունքի, խղճի եւ այլն կարելի ասել բոլոր սահմանադրական իրավունքները։ Եվ նաև ընտրություններին մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, մի ամբողջ ֆրակցիա մի որոշումով թույլ չտվեցին մտնել խորհրդարան։ ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս հանելուց բացի գործող իշխանությունը հարյուրավոր քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումներ է գործադրել, նշում է Էլինար Վարդանյանն ու թվարկում, ովքեր են այս ընթացքում քրեական գործերով անցնում։ Սամվել Կարապետյանը տնային կալանքում է, Գագիկ Ծառուկյանը կալանավորված, Ռոբերտ Քոչարյանը քրեական գործով է անցնում։ Ընդգծում է, որ քաղաքական ուժերի ղեկավարները նախընտրական ու հետընտրական փուլում քաղաքական հետապնդումների են ենթարկվում։ Յուրաքանչյուր օր սպասում է, որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողը լինելու է ինքը։ Ցավոք սրտի այս իշխանությունները կարողացել են ստեղծել այդպիսի մթնոլորտ։ Մենք բազմիցս արձանագրում ենք, որ ամբողջը արվում էր ի սկզբանե վախի մթնոլորտ ստեղծելու համար, հետո այդ մթնոլորտի շրջանակներում հնարավորություններ ձեռք բերում մեկուսացնել քաղաքական եւ հանրային գործիչներին եւ դրանով իսկ փորձել գլխատել բազմաթիվ ընդդիմադիր ուժերին։ Էլինար Վարդանյանի խոսքով գործող իշխանությունը ոչինչ չի խնայում, պատրաստ է օրվա հացից զրկել քաղաքացուն իր քաղաքական օրակարգը առաջ տանելու համար։ Որպես օրինակ Վարդանյանը նշեց Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարանների վիճակը, կապարակնքված դռներ, ակցիա անող աշխատակիցներ։ Բայց այդ ռեպրեսիաները միայն Ծառուկյանի աջակիցների շրջանում չեն։ Նույնիսկ գյուղերում, քաղաքներում եւ այլն ուսուցիչներ, մանկապարտեզի աշխատողներ, տնօրեններ աշխատանքից հեռացնում են, որովհետեւ իրենք ճիշտ ձևով չեն քվեարկել, ըստ այս փաստացի վարչապետի իրենք կաշառքով են ընտրություն կատարել, հա, այսինքն սա վերաբերում է մեզ բոլորիս։ Հովհաննես Իշխանյանն Ադրբեջանում բանտարկված ու բանտում մահացած գործիչների, լրագրողների նկարներն էր իր հետ բերել։ Համեմատում է, ինչպես է վերջին 8 տարվա ընթացքում ժողովրդավարությունը նահանջել Հայաստանում ու նմանվել Ադրբեջանի ավտորիտար ռեժիմին։ Այլ համեմատություններ եւս հնչեցին։ Ասուլիսի մասնակիցների խոսքով բռնաճնշումները քաղաքացիների նկատմամբ երբեք այսքան մեծ թվով չեն եղել։ Մի կողմից տալով ժողովրդին հաց ու զվարճանքը, տրամադրելով, հաջողացնելով խորոված փարթի, փրփուրների փարթի, համերգներ, մյուս կողմից ավելի են ագրեսիվացրել իրանց պահվածքը, որը որ կսատկացնենք, պատերով կծեփենք, ասֆալտին կփռենք, հենց վերջերս էլ ասին կոչնչացնենք քաղաքական ուժի նկատմամբ, քաղաքականապես ասեցին, մինչև վերջին մարտը։ Եվ այդ խոսույթը անցնում է, բոլոր ԿՊ-ականների անդամները դա կրկնում են,
համակարգով դա իջնում է ներքև, քաղաքացիներն են կրկնում, ֆեյքերն են կրկնում, ու դա դառնում է մի մթնոլորտ, որտեղ մարդիկ արդեն վախենում են ինչ-որ բան ասեն։ Հանձնաժողովի անդամները հավաքագրում են այս ընթացքում բռնաճնշման ենթարկվածների ցուցակ նրանց աջակցելու համար։ Անի Աբաղյան, Մեհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։